Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի ուղիղ եթերում են արժանապատիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է առավոտյան ժամերգություն։ Ձեր հարցերը կարող եք ուղղել 54 88 70 հեռախոսահամարով 54 88 70։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, մեր նախորդ զրույցի ընթացքում խոսեցինք առավոտյան ժամերգության 4 բաղկացուցիչ շարականների մասին, որոնք կոչվում էին հարց, մեծացուցցե, ողորմյա եւ Տեր հերկնից։ Այնուհետև ժամերգության տեքստում զետեղված է Փառքի բարձունս սկզբնավորությամբ հոգևոր երգը։ Խնդրեմ բացատրեք, թե ինչ է իրենից ներկայացնում Փառքի բարձունսը։ Անշուշտ շատ գեղեցիկ ձևով Սուրբ Հայրապետների կողմից կանոնակարգված է, եւ ես կուզեմ մեր ռադիո ունկնդիրների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամերգության ծեսը, ժամերգության արարողությունն ու աղոթները ոչ միայն պարզ աղոթներ են, այլ նաև իրենց մեջ ամփոփված կա պատմություն, քրիստոնեական պատմություն։ Եվ իմ մասնավորի Փառքի բարձունս աղոթքը, Փառքի բարձունս գեղեցիկ երգը, որ բավականին ծավալուն է, սակայն այն ունի իր պատմությունը։ Սա առաջին անգամ առաջին երկու տողերը արտասանվեցին երկնային զվարթունների կողմից, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ, մարդացավ, իր ծննդյան ժամանակ հրեշտակները երևացին հովիվներին եւ երգեցին Փառքի բարձունս Աստուծո եւ հերկիր խաղաղություն, իմարդիկ հաճություն, այսքան է։ Այսինքն թարգմանաբար Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն։ Եվ հավասիկ տեսնում ենք հրեշտակած սկսած այս օրհնությունը եկեղեցու մեջ տարածվեց եւ դարեր շարունակ վերցվելով փաստորեն զվարթուններից մարդիկ միախառնվեցին զվարթունների երկնային հրեշտակների դասերին եւ եկեղեցիներում եւ ամենուրեք երգեցին եւ փառաբանեցին Աստծուն։ Այնուհետև երբ որ Նիկիո տիեզերաժողովը եղավ, ավելացվեց Փառքի բարձունսին եւ օրհնություն քեզի բարձունս մասից մինչեւ բարձրյալ ես դու միայն Տեր մեր Հիսուս Քրիստոս հատվածը։ Ինչ է ավելացվում այդ հատվածում, որն է իմաստային շեշտադրումը։ Այստեղ իմաստային շեշտադրումը բնականաբար այն էր, ինչ որ կար Նիկիո Սուրբ տիեզերաժողովում, որ Քրիստոս ինքը օրհնյալ Աստված է, համագո Հորը։ Եվ այդպես ուրեմն այս շեշտադրությամբ փաստորեն փառաբանություն ուղված Որդի Աստծուն։ Եվ որից հետո Կոստանդնուպոլսի տիեզերաժողովի ժամանակ ավելացվեց 381 թվականին ավելացվեց հաջորդ հատվածը, որը սկսվում է Տեր եւ Հոգի Սուրբ, որի փառս Աստուծո, որովհետեւ Կոստանդնուպոլսի տիեզերաժողովի ժամանակ փաստորեն ուղղափառ Սուրբ հայրերը վրեժխնդիր էին լինում Սուրբ Հոգու դեմ ծառացած մտածողության դեմ։ Մասնավորապես Մակեդոն աղանդավոր եպիսկոպոսը, ով Սուրբ Հոգուն Աստված չէր համարում, եւ դատապարտվեց այս ժողովի ժամանակ, եւ այս ժամանակ Փառքի բարձունսին փաստորեն ավելացվեց Տեր եւ Հոգի Սուրբ, որի փառս Աստուծո։ Փաստորեն մեր ընդհանրական աղոթքի կարգի մեջ նաև կան դավանական շեշտադրումներ, այո, կարող ենք այսպիսի եզրակացություն անել։ Այո, անշուշտ եւ անպատճառ, որովհետեւ Քրիստոսի հայտնությամբ մարդկությունը ստացավ Աստված ճանաչողության մի նոր հայտնություն։ Այն, որ Աստված ինքը Սուրբ Երրորդություն է, այսինքն Սուրբ Հայրը, Սուրբ Որդին եւ Սուրբ Հոգին, եւ ինչպես որ Քրիստոս էլ մասնավորաբար պատգամեց, որ կմկրտեք Սուրբ Երրորդության անունով, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եվ այսպես էլ եկեղեցին արդեն իսկ ուսած Քրիստոսից եւ առաքյալներից իր մեջ փաստորեն ամփոփված ունի այսպիսի դավանաբանական շեշտադրություն ունեցող աղոթներ, շարականներ եւ կարգեր։
Եվ վերջին մասը Փաստորեն Կոստանդնուպոլսի տիեզերաժողովին ավելացված մասը վերջանում էր օրհնյալ Տեր, ուսո ինձ արդարությունս քո, օրհնյալ Տեր, սովորեցրու ինձ քո արդարությունը, եւ որը կրկնվում էր 3 անգամ, ահա դարձյալ կրկնության մի պահ, որ հատկապես շեշտադրվեր այս աղոթն ու խնդրանքը առ Աստված, որ Աստված ինքը սովորացնի իր արդարությունը, եւ որից հետո Եփեսոսի տիեզերաժողովում աստվածաշնչյան գրություններից եւ սաղմոսներից օրհնություններից վերցված մի հատված էլ ավելացվեց, որը փաստորեն շարունակում է 3 անգամ կրկնվող այս հատվածին օրհնյալ Տեր ուսո ինձ արդարությունս քո, որ սկսվում է Տեր ապավեն եղեր մեզ հազգե ազգ եւ շարունակվում է մինչեւ վերջ, այսինքն ծագյա զողորմությունս քո, որ ճանաչեն ըստ քեզ Տեր։ Եվ այսպիսով փաստորեն փառքի բարձունս փառաբանության աղոթքը ինքը 4 բաժիններից բաղկացավ։ Նախ իր սկիզբը առավ հրեշտակային փառաբանությունից, որոնք փառաբանեցին, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ծնվեց երկրի վրա, եւ այնուհետեւ Նիկիո տիեզերաժողովում ավելացվեց երկրորդ մասը, որ մասնավորապես շեշտը ուներ, որ Հիսուս Քրիստոս օրհնյալ Աստված է հավիտյանս, համագո Հորը, եւ որից հետո Սուրբ Հոգի Աստծուն վերաբերվող փառաբանություններ, Տեր եւ Հոգի Սուրբ, որի փառս Աստուծո, եւ ի վերջո եզրափակվեց երրորդ տիեզերաժողովին ավելացված հատվածով։ Եվ ահա այս աղոթքը փառաբանությունը մենք ամեն օր առավոտյան ժամերգության ընթացքում ուրեմն այս աղոթքով փառաբանում ենք մեր Սուրբ Տիրոջն ու Աստծուն։